ասենք փարսիրոջի մենք շնորհակալ ենք, որ Աստված իր սիրով մեզ հավաքել աստեղ, կրկին անգամ հավաքել ենք իր հետ, հանդիպում լինի իր հետ, ոչ թե իրար հանդիպենք, այլ Աստծո որդու հետ հանդիպում ունենք, երբ որ հանդիպում ես, մի ուրիշ կյանք է լինում, դեր օգնականը, եղբայրներս տարբեր տեղերից խոսեցին, վերջի այդ խոսքերից եղբայրս որ խոսած, մի քանի կարծում եղբայրս խոսեցին, ասում եմ, մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն որ աշխարհի մեջ է։ Եղբայրներ գրել, միցս աշխարհը չսիրելն է, ոչ թե այդ մասին խոսելն է, այլ հետաքրքիր է։ Ինչի է մարդը սիրում աշխարհը։ Եվ ինչ որ նրա մեջ է կա։ Ասում ենք, հարոզում ենք, սովորեցնում ենք, մի սիրիր, չափից հանչիր, շատ բաների մեջ։ Բայց ինչի է մարդը սիրում աշխարհը։ Ինչն է պատճառը, որ մարդը սիրում է։ Տարիներ շարունակ կգա, կգնա, կկարդա, կլսի, կաղոթի, Տեր ազատիր ինձ այս աշխարհից, չեմ ուզում սիրեմ, չեմ ուզում այս մեղքը սիրեմ, ատում եմ, բայց չեմ կարողանում։ Ինչն է պատճառը, նա եղբայրներ գրել, որ մարդ անդադ սիրում է։ Որ մարդը կարծես անտեսել չի խոստովանում, որ ասի, Տեր, ես սիրում եմ, ինձ ազատ ագրիր։ Ուրեմն հարազատներ։ Միտեղ կա, ուզում եմ տենց ուշադրություն դարձնենք։ Մինչև շարունակելը ես մի տենց օրինակ ասեմ, վերջերս ես իմ գործի ընթացքում այն ջրի ապարատները, որ կա, որ զարասնում, լսնում ենք։ Այդ ամանից ես ուզում էի ջուր լսնեի, մոտ մի 50 լիտրանոց տենց բղնձի աման կար, մոտ մի թիզի չափ ջուր կար ներքևում, ես օրինակ նվերի, որ մի տակնեմ, չմտացեք ինչ որ բան եմ պատմում։ Այս բաչոկը ես մտցրեցի, մոտ մի թիզի չափ ջուր կար, ասեցի դնեմ մեջը թող լցվի, հետո կրնենք թապի էլի կլսի մեջը։ Անոթը դատարկա, բայց այս 50 լիտրանոց ամանի մեջ մոտ մի քիզի չափ ջուր կա, դրեցի, որ ինքը վերջապես լսի, բայց ինքը շորա գալիս ընկնում է, սեղմում եմ ներքև, թողում եմ, որ լսի, նորից էլ է շորա գալի։ Ստիպում եմ իրան, ուզում եմ խոնարհեցնեմ իրան, որ իշնի ջրի հատակը, որ չշարժվի, ասենք ծորակից ջուրը նորմալ լսվի։ Մի քանի անգամ փորձեցի, սեղմում եմ, թողնում նորից թողնում եմ։ Դե գիտեմ, որ տենց է իրականում, ֆիզիկայի օրենքները տենց է բացատրում։ Երբ որ մի քանի անգամ այդպես ես սեղմած պահում եմ, սեղմում եմ, ինքը դատարկա, բայց ջուրը իրան սեղմում հանում է դուրսը։ Հետո սկսեցի մտածել, ինչի համար է տենց։ Սա մենք ենք, եղբայրներ քույրեր, որ չենք ուզում խոնարհվել։ Ինչու՞, որովհետև դատարկ ենք։ Դատարկ մարդը շատ է վեր թռնում, շատ է իրան դեն տալի, կընկնի էլ, կերնի էլ, բայց չի ուզում խոնարհվել։ Ինչու՞, որովհետև ներսը դատարկ է։ Երբ որ ջուրը լցվեց, հավասարվեց ջրի մակարդակին, ինքը հանգիստ իջավ եւ հանգիստ հանդարտ կանգնեց։ Ժողովուրդ ջան, եղբայրներ երիտասարդներ, մենք շատ ենք ուզում խոնարհվել, բայց չենք կարողանում։ Ինչու՞, որովհետև մենք դատարկ ենք։ Աստծո խոսքում ինչ ասում է։ Խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռքի տակ եւ նա ժամանակին ձեզ կվաճառի։ Չենք կարողանում խոնարհվել։ Ինչու՞։ Ինչից խոնարհվենք։ Հպարտ եմ, գոռոզ եմ, մեծամիտ եմ, ինձ բարձր եմ դասում, Աստված ասում է խոնարհվիր, ես քեզ պիտի բարձրացնեմ, բայց մարդը չի խոնարհվում, ինչու՞։ Որովհետև իր մեջ է դատարկություն է։ Երբ որ մարդ արարածը լեցվի Աստծո խոսքով, ավտոմատ ինքը խոնարհվելու է։ Այդ պետք չի դու իրան ստիպես։ Մեր երեխեքին, մեր թոռներին, մեր եղբայրներին, քույրերին, հենց ինքներս մենք ուզում ենք խոնարհվենք, բայց չի ստացվում։ Ինչու՞։ Մեր ներսը դատարկություն է։
երբ որ մենք լսենք Աստծո խոսքով, մեզ պետք չի որ ասեն խոնարհվիր։ Մեզ պետք չի որ ասեն մի սիրի աշխարհը, համաձայնեք թե չէ։ Մենք կարծես թե պարտադրում ենք երիտասարդ, ինչ ես մազերդ ներկել, ինչ ես այս ձևի հագուստակել, սա մեղք է, սա աշխարհը, մի սիրի, դե եղբայր ջան, ճիշտ է, ասենք սա սխալ է, սա ասենք աշխարհը, բայց ինչ անեմ, գեղեցկություն է, էլի ախր, ունայնություն է, մի արա, բայց ասում է, այս ունայնությունն է, գեղեցիկ ունայնություն է, էլի ինչ անենք, չսիրեն, ունայնություն է, բայց գեղեցիկ է, բաց կլի չսիրեն, եղբայրներ քույրեր, սրանք շատ կարևոր են, որ մարդը, հոգևոր մարդը, լեցվի Սուրբ Հոգով, Սուրբ գիրքը շատ տեղերում ասում է, լեցվեք Սուրբ Հոգով, եթե ես դատարկ եմ, ինձ չեն կարող խոնարհեցնել, եթե դու դատարկ ես, չեն կարող քեզ խոնարհեցնել, ինչ է պետք մեզ, որ մենք խոնարհվենք, ով ամեն օր գիրք կարդում, կամ ով չի կարդում ամեն օր, եթե դու Սուրբ գիրք չես կարդում, ինչպես կխոնարհվես, եթե դու աղոթքի մեջ չես հարատևում, ինչպես դու կխոնարհվես, եթե լեցված չես, դատարկություն ա քո մեջը, դատարկությունը միշտ թռնում է, դատարկ փուչիկը, որ իր մեջ ասենք ինչ որ գազ են լցնում, դատարկությունից ինքը թռնում է օր, բայց եթե կա հատուկ հեղուկներ, որ լցնես նրա մեջը կամ ջուր լցնես, դրան ոնց էլ վերև շպրտես նա անգնելի է։ Թող Տերը մեզ օգնական են հարազատներ, Տերը մեզ գթա ու ողորմա, որովհետև մենք ամենքս դրա կարիք ունենք, Տերը մեզ օգնական լինի, կուզենամ, եթե ժամանակ կա, ուրեմն Գործ Առաքելոցից ես կուզենամ մի տեղ կարդամ։ Գործ Առաքելոց 9-րդ գլխից պիտի կարդամ։ Եվ նա գետնի վրա ընկած մի ձայն լսեց, որ ասում էր նրան. Սավուխ, Սավուխ, ինչու ես ինձ հալածում։ Եվ նա ասեց. Ով ես Տեր։ Եվ Տերն ասեց. Ես Հիսուսն եմ, որ Հիսու հալածում ես։ Դժվար է քեզ խթանին քացի տալ։ Եվ դողալով ու զարդուրելով ասեց. Տեր, ինչ ես ամենում, որ անեմ։ Ես խնդրում եմ մի հատ հարց։ Այս աղոթքը ով արել երբևից է։ Քո կյանքում արել ես, ասել ես Տեր, սա Պողոս առաքյալը դիմեց, ասես էր ինչ ես ամենում, որ անեմ։ Ես էլ եմ ուզում ես նույն աղոթքանում, Տեր, ես ինչ կարող եմ անել։ Ունես ես առաջադրանքը։ Ինչ ես ուզում դու իր համար անես։ Եթե ես ու դու լեցված չենք, եթե ես ու դու ասենք դեռ հələ մեր այն հպարտության ձիրից, որ ասեմ, սխալ չի լինի, չէ, որ մարդը գնում էր հալածելու, գնում էր կապելու, գնում էր ծեծելու, գնում էր բանտը դնելու, բայց Հիսուսը երբ որ էր լույսով, արեգակի լույսից են ավելի մի հզոր լույս սարքեց իր աչքերին եւ անգամ իր մարմնավոր աչքերն էլ կուրացավ եւ իր ձիուց ընկավ ներքև եւ Հիսուսն ասեց. ինչու ես ինձ հալածում։ Ընդհանրապես ով է ում հալածում։ Եթե ես հալածող եմ, ով եմ։ Սուրբ Հոգով լեցված եմ հալածում, թե ո՞նց։ Սուրբ Հոգով մարդը կհալածի, թե կհալածվի։ Հիմա այդ արկիրա հարց։ Ես հալածողի դերում եմ, թե հալածվող եմ։ Ես զրկանք կրողի դերում եմ, թե զրկանք տալիս եմ։ Սրանք տարբեր բաներ են։ Հալածվում եմ, թե հալածում եմ։ Սրանք բաներ են եղբայրներ քույրեր, որ մարդը պետք է սրանք հասկանա։ Ժամանակը մենք, ինչպես որ մեր աչքը կարծես թե ժամացույցի սլակներին է, մոտենում այս ավարտին, բայց կավարտվի մեր տարեմուտի ժամանակը, երբ կգնանք հավերժություն։ Բայց ով որտեղ։ Այնտեղ Սուրբ Հոգով լեցվելու կարիք չունես դու։ Ոչ թե կարիք չունես, այլ այնտեղ ապաշխարելու հնարավորություն չունես դու։
ապաշխարությունը, փրկությունը ստեղից է սկսվում, երկրից է սկսվում, քո պաշտամունքի գալով, կարդալով, աղոթք կանելով, երգելով, փառաբանելով, նաև հարազատներ, ես կուզենամ գործ Կառաքելոցի 7-րդ գլխի, ասեմ 53-րդ գլխի խոսքից կարդամ Ստեփանոսի մասին, որ օրենքն առակ հրեշտակների մատակարարությամբ եւ չպահեցիք, եւ այս խոսքերը լսելով իրենց սրտերումը կատաղում էին եւ ատամները կրճտեցնում էին նրա վրա, իսկ նա լցված Սուրբ Հոգով դեպի երկինքը նայեց եւ Աստծո փառքը տեսավ եւ Հիսուսին կանգնած Աստծո աջ կողմը։ Ով է ուզում, որ երկինքը բացվի իր համար, ով չի ուզենա։ Սա մեր նպատակն է, որ երկինքը բացվում մեզ համար, հա։ Աշխարհն ենք սիրում, թե ուզում ենք երկինքը բացվում մեզ համար։ Այստեղ կարևոր խոսքեր են։ Իսկ նա լցված Սուրբ Հոգով դեպի երկինքը նայեց եւ Աստծո փառքը տեսավ եւ Հիսուսին կանգնած Աստծո աջ կողմումը եւ ասեց. ահա տեսնում եմ երկինքը բացված եւ մարդի որդին կանգնած Աստծո աջ կողմը։ Թարգմանության մեջ կա, որ ասում է միտեղ նստած է եւ հետո գրվում է, որ կանգնած է Աստծո աջ կողմը։ Ինչու սկզբից նստած էր, հետո կանգնեց։ Նա գիտեր, որ պիտի նահատակվի։ Նա Սուրբ Հոգով լեցված էր։ Եթե այսօր մենք Սուրբ Հոգով չլցվենք, եղբայրներ քույրեր, երկինքը ոնց կբացվի քեզ համար։ Ստիպելով այդ բաչոկի պես զորով ուզենանք խոնարհեցնել ինչ որ մեկին, չի լինելու։ Նա ճոճվելու է, անպայման շոր է գալու, անկնելու է, իրենը դնելու է։ Մի ծնող իր երեխային ուզում է, ասենք, որպեսզի դաստիարակի, վերջը աշխուժություն արել, հայրը որդուն կանչում, ասում է տղաս, արի նստես աթոռի վրա, ասում է չեմ նստում, ասում է ես քեզ ասում եմ նստես աթոռի վրա, ասում է չեմ նստելու, ասում է ես քո ծնողն եմ, ես քեզ ասում եմ նստի, ասում է չեմ նստելու, պապա, զորով ծնողը երեխուն վերցրեց նստացնում է աթոռի ստիպելով, ասում է նստի ստե, զորով նստացրել է, եթե երեխան ինչ ասում, հա, թեկուզ ես նստած եմ, բայց կանգնած եմ։ Ստիպելով չի ժողովուրդ ջան։ Մենք պիտի աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Մենք պիտի հոգս անենք։ Ստիպելով չեն կարող մեկն ու մեկին ապաշխարության բերել։ Ստիպելով ոչ մեկին չեն կարող երկինք ուղարկենք։ Մարդ այս փափագը պիտի ունենա։ Տեր Հիսուսը իր խոսքերի մեջ ասում է փափագելով փափագեցա, որ այս զատիկը ձեսի հետ ուտեմ, փափագելով փափագեցա, այսօր իմ ու փափագը որն է, ինչն է, աշխարհն է, թե Տերն է, մեր փափագը խոնարհվելն է, թե ասենց աշխարհը սիրենք, բայց ուր են գնալու, թողտերը մեզ օգնականներ, եղբայրներ քույրեր, իհարկե համարներ կա, չեմ ուզում շարունակել, բայց կարծեմ, որ միտքը պարզա, հա, որն էր նպատակը, Սուրբ Հոգով լեցվել և խոնարհվել, խոնարհվեցեք և ժամանակին նա ձեզ պիտի բարձրացնի, ով է ուզում խոնարհվել, առաջինը ես եմ ուզում, ես լիքը տեղ ունեմ խոնարհվելու, այնպես չի, որ ծառայում ենք, ուրեմն լրիվ արդեն թագավորում ենք, չէ, խոնարհվելու շատ տեղ ունենք եղբայրներ, թող մեկը չասի, ես մի բան եմ, եթե մեկը կասի մի բան, նա ոչ մի բան չի, այլ Աստծո երեսի ծնկած է։ Այստեղ այնտեղն է հարազատներ, որ մենք պիտի սովորենք Հիսուսից, ինչ։ Ինձանից սովորեք, որ եսեն և սրտով խոնարհ։ Ով այդ դասը սովորել։ Ով ասում է դասը սովորի։ Եկեք աղոթանք։